Ու այդ է պատճառը, որ Լույսի բանակը չի դարել ինչ-որ հերթական կուսակցություն, 2026-ի շարքային կամազուրկ թեկնածու կամ էլ հերթական օնլայն քվեարկությունների վարչապետ, որտեղ դրանք չեն, որ կարան հանեն Հայաստանը այս իրավիճակից, այլ ազգային նոր միտքը, ինչի էլ վերածվել է Լույսի բանակը իր վերածննդի շարժումով, միտք, որը չի վաճառում իր մարդկանց, որը օնլայն ինքնահաստատվելու կարիք չունի, որը բոլոր տեսակի մրցակցություններից դուրս է ու չի վախում հակառակորդ ունենալուց, չի կռվում պատգամավորական ամբիոնի համար, այլ կռվում է քաղաքակրթական իրավունքների համար, կռվում է հարգանքի, պատվի, արժանապատվության ու Հայաստանի դիրքի համար աշխարհում, կռվում է հայազգի կրթության, հզորության ու բարեկեցության համար։ Ու այս պատերազմը հրետանու ձեներ չունի, այլ ունի հեռախոսային զանգեր, դեսպանատների հրահանգներ, մեդիայի դրած օրակարգեր, սրաները ջրաղացին ջուր լցնող բլոգերներ, վերլուծաբաններ ու այդ ջրաղացից օգտվող փորձագետների անverջ փրփրոտ ելույթներ։ Ու իմ ազգ, եթե դու չես հասկանում, թե ինչ խաղ է գնում, դու արդեն պարտված ես այդ խաղում։